Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջույն Հովսեփ, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր ջան, սիրով։ Ադրբեջանը 4 գերիներ վերադարձրեց Հայաստանին, այնուհետև Արդարադատության նախարարությունն ասաց, որ սիրիացի երկու վարձկաններին արտահանձնել են, փոխանցել են սիրիական կողմին, նրանք ձերբակալվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ տարբեր շրջանակներ, մեդիայի տարբեր ներկայացուցիչներ գործարքը, այսպես ասած, որակեցին որպես անբարոյական, թե ինչպես կարելի է դա անել։ Մի մասը գործարքը որակեց որպես նախընտրական, ասելով, որ Ալիևը օգնում է Փաշինյանին ընտրարշավում։ Մի մասն էլ ասաց, այդ երկու վարձկանին վերադարձրել եք, նշանակում է մնացած գերիներին տալու բան, մարդու տեսքով չունեք։ Ինչ եք տալու, որ մնացածը գան, հա։ Կխնդրեմ ես արձագանքներին անդրադառնալ։ Արդյոք դա փոխանակում էր, թե դա նաև Սիրիայի հետ հարաբերություններ կարգավորելուն էր ուղղված, ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ դրանք Սիրիայի քաղաքացիներ են, այլ ոչ թե Ադրբեջանի, եւ չեմ կարծում առանձնապես Ադրբեջանը որ շատ շահագրգռված էր կամ հետաքրքրված էր այդ երկու վարձկանները Սիրիա ուղարկելու։ Այն ինչ որ մեզ պետք է ցուցմունքների տեսքով այդ վարձկաններից մենք ունենք, իսկ այն որ դատավարություններ չեն լինելու, դե ինչ ասեմ, մենք շատ բաներ ենք զիջում այս ընթացքում, նաև այդ միջազգային դատարաններում հայցերը եւ չգիտեմ, այս երկու վարձկանները նման պայմաններում, եթե մենք միջազգային դատարաններում հայցեր չենք ներկայացնելու, ինչի համար են պետք լինելու, հա, կամ չենք ներկայացնելու կամ չենք շարունակելու այն հայցերը, որոնք ունենք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ինչ վերաբերում է մյուս գերիներին, ես կարծում եմ, որ մյուս գերիներին խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ եւս կվերադարձնեն։ Չեմ կարող վստահել ռազմաքաղաքական ղեկավարության մասին Արցախի, բայց մնացած գերիներին կարծում եմ կվերադարձնեն, մանավանդ Միացյալ Նահանգների ներգրավումը կա այստեղ եւ կարծես թե Տրամպը նույնիսկ խոստացել էր, որ անձամբ կմիջամտի եւ կմիջնորդի այդ գերիների ազատ արձակելու հետ կապված։ Հիշում եք օգոստոսի 8-ի իր եւ Փաշինյանի քննարկումը, նաև տեսանկարահանված եւ հրապարակված, տեսնենք։ Ամեն դեպքում լավ է գոնե այդ 4 գերին եւս մենք վերադարձեցինք, այն մարդիկ, ովքեր որ չեն հասկանում դրա կարևորությունը, ուղղակի իրենց բանականությունը մթագնել է ատելությամբ բոլորի հանդեպ, երևի նաև հայ ժողովրդի հանդեպ։ Հովսեփ, ինչ վերաբերում է օրինակ TRIP-ին, հա, այդ շրջանակը դրա կենսագործման, երբ ԱՄՆ-ն ու Հայաստանը հրապարակեցին այդ հայտարարությունը, որը արդեն ավելի որոշակիություն է, հա, տալիս այդ նախագծին։ Ես ոչ թե շատ ավելի շատ այդ նախագծի մասն եմ ուզում խոսենք, այլ դրա արձագանքների, օրինակ ընդդիմությունից, խորհրդանական ընդդիմությունից շարունակում են պնդել, որ Հայաստանը տվեց վերջնականապես միջանցք Ադրբեջանին այդ TRIP-ով, դրա դիմաց ոչինչ չստացավ, ասում են, որ ամերիկյան ընկերությունը ունենալու է 76% բաժնեմաս, հայկական կողմը 24, հետևաբար առյուծի բաժին եկամուտները գնալու են Ամերիկային, այլ ոչ թե Հայաստանին, հետևաբար ինչ ինքնիշխանության մասիցն եք դուք խոսում։ Հետո ասում են, որ սրանով հաստատվում է Հայաստանը դառնում է թատերաբեմ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների եւ շահերի բախման համար, դժգոհում են, որ դրանում ռուսական ներկայություն չկա, ասում են, որ այնուամենայնիվ այդտեղ լինելու է թուրքական հետք։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, ասենք, այդ մարդիկ իրենք են գժվել, թե լսողներն են գժի տեղ դրել։ Ասենք, ինչ է նշանակում Ամերիկայի Միացյալ Նահանգները ստանալու է եկամուտների առյուծի բաժինը։ Բա եթե ամբողջությամբ ինքն է ֆինանսավորում, ամբողջությամբ ինքն է ֆինանսավորում։ Նու ինքը ես նկատի ունեմ իր բերած ներդրողները։ Ինքը ապահովում է քաղաքական հովանին եւ ըստ էության նաև անվտանգությունը։ Եվ դրա դիմաց Հայաստանը ստանում է այդ ամբողջ առևտրաբեռնաշրջանառության տրանզիտի տարանցման 24%-ը, որտեղ մաքսերի մասին խոսք չկա, մաքսերը առանձին ստանալու է Հայաստանը։ Կարող է իրենք եթե իշխանության լինեին, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներին ականջներից բռնած բերեին, ստիպեին, որ այստեղ ներդրումներ անի, հետո 24%-ը տային ամերիկացիներին, ասեն այդ փողի դիմաց մենք 74%-ը կստանանք, դուք էլ խելոք ձեր 24%-ով կբավարարվեք։ Ասենք, ի՞նչ է իրանց ասած, էլ ինչ են ուզում ասեն։ Ինչ ոնց են իրենք պատկերացնում այդ ամենը։
Եվ պատահական չի, որ 49 տարի հետո, երբ որ ներդրումները կարծում եմ արդեն դուրս եկած կլինեն, հա, այսինքն ծախսածածկված կլինեն, արդեն համարյա հավասար է կիսվելու 49-50 տարբերակով է լինելու, այսինքն Հայաստանին լրացուցիչ եւս 25% կփոխանցվի։ Եվ 49 տարի հետո Հայաստանը ոչինչ չներդնելով ստանալու է 50% շահույթ այդ ամբողջ ուրեմն ենթակառուցվածքներից։ Եվ ամենակարևորը, դա միայն բիզնես գործարք կոչի, դա քաղաքական կարևորագույն խնդիր ենք լուծել մենք, այսինքն Հայաստանը բերելով Միացյալ Նահանգները իր շահերով եւ դրանով ապահովելով, որ այդ ճանապարհները խաղաղ անվտանգ գործեն, ինչը նշանակում է, որ նաեւ Հայաստանն է անվտանգ միջավայրի մեջ մտնում, չէ, հայտնվում, որտեղ հիմնական սպառնալիքը ինչ էր Ադրբեջանից, որ կմտնենք զորով կվերցնենք այդ ճանապարհը, որ ենք միջանցք են անվանում։ Հիմա դա անհնար է, որտեղ Միացյալ Նահանգներն են տեղի շահերով հանդերձ եւ իր այո նաեւ տնտեսական շահաբաժիններով։ Բա ո՞նց էիք ուզում, որ ապահովվեր այդ ամեն ինչը Միացյալ Նահանգների կողմից, էլի եմ ասում։ Մենք այս քաղաքական լուծմամբ, անվտանգային խնդրի քաղաքական լուծմամբ ստացել ենք նաեւ էական հնարավորություն այնքան մեծ ռազմական ծախսեր չանել, ինչքան մենք ստիպված պիտի լինեինք անելու, եթե չլիներ Միացյալ Նահանգների ներկայությունը եւ այս քաղաքական հովանին։ Իրենք պատրաստ էին լինելու այդ միլիարդավոր հավելյալ դոլարները ծախսել Հայաստանի բյուջեից։ Իրենք հաշվել, չգիտեն, հաշվելը մենակ այն չի, որ նստեն այդ 24% ու 76% հաշվարկեն։ Ավելի լուրջ հաշվարկ կա աշխարհակաղակական, քաղաքական, տնտեսական, նաեւ հարակից ֆինանսական կորուստներից զերծ մնալու հաշվարկը կա։ Իրենք այդ որ մանիպուլացնում են, ուղղակի ես չգիտեմ ում վրա են, որ լսարանի վրա են, ինչպիսի լսարանի վրա են հույս դրել, որ կհավատան իրենց։ Մի հարց էլ կա, ասում են վերջ սրանով Հայաստանը նորից, այսպես ասենք, կախվածության մեջ են գնում ինչ իմաստով, ասում են Ադրբեջանը եւ Թուրքիան սա կօգտագործեն որպես շանտաժ Հայաստանից քաղաքական էլի զիջումներ կորզելու համար, որպեսզի իրենք էլ իրենց մասով ենթակառուցվածքները ապաշրջափակեն ու նման բաներ, հա։ Դե մի մասն էլ պնդում է, ասում է դուք աշխարհակաղակական մեկ կենտրոնին փոխարինեցիք մյուսով, հետեւաբար մի խոսեք ինքնիշխանությունից։ Ուրեմն տեսեք, նախ հրապարակված փաստաթուղթը ընդամենը ապացուցեց, որ իշխանությունները ճիշտ էին ասում, երբ որ ասում էին, որ այս ճանապարհը գործելու է Հայաստանի լիակատար ինքնիշխանության իրավազորության ներքո։ Հիմա իրանք ինչքան ուզում են հակառակը պնդեն։ Մարդիկ կարդալ գիտեն, չէ՞։ Ու չեն գնալու իրանց լսելով իրականության աշխարհի մասին պատկերացումներ կազմեն։ Ուղղակի կբացեն մեծ էլ չի տեքստը, կբացեն, կկարտան, կտեսնեն, որ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը ունենալու է լիակատար ինքնիշխանություն այդ ճանապարհների վրա, մաքսային ստուգումներ է անցկացնելու, սահմանային ստուգումներ է անցկացնելու։ Միացյալ Նահանգների տեխնիկական օժանդակություն է տրամադրելու, որ այդ ստուգումները առավելագույն կարճ ժամկետում արվեն եւ տեխնիկապես մեծ խոչընդոտներ չունենան եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե գրված է, ինչի են հակառակը պնդում, իմաստը ո՞րն է։ Այդ եմ ասում էլի, որ մի քիչ արդեն իրենց մանիպուլյացիաների մեջ խճճվել են եւ հույս ունեն, որ անտեղյակ մարդկանց հերթական անգամ կարող են մանիպուլացնել, խաբել այն դեպքում, երբ որ կա արդեն տեքստը։ Այնտեղ նրբություններ կան իհարկե տեքստի մեջ, օրինակ այն, որ բանի վերահսկիչ փաթեթը չի ընկերությունում Հայաստանին փոխանցվում, հատուկ դա հակակշռվել է նրանով, որ Հայաստանի համար զգայուն հարցերում Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն, այսինքն եթե չհամաձայնվի ինչ-որ բաների, չի լինի դա։ Այսինքն այդ ընկերությունը օրինակ, եթե վաղը պետք է ինչ-որ գործեր ծավալի, ինչ-որ այլ ընկերություններ ներգրավի, որը կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնի Հայաստանի համար, սենսիտիվ է, Հայաստանի համար զգայուն է, Հայաստանը կարող է ասել չէ։ Ես դրան համաձայն չեմ, Հայաստանի իշխանությունները։ Նույնիսկ դա է գրված։ Ասենք ես զարմանում եմ, էլի այսպիսի հաջողված Հայաստանի համար արտաքին քաղաքական ձեռքբերումը էլի փորձեն նսեմացնեն, որպեսզի այդ վատատեսությունը իրենց, որ
նաև Մարգարիտա Սիմոնյանից ոգեշնչված անդադ տարածում են, որ այսպես գնա Հայաստան էլ չի լինի, կործանվում ենք, տվեցինք ամեն ինչ, Վարդենիսը տվեցինք, Սյունիքը տվեցինք, հիմա էլ մնացել էր Մեղրին, էդ էլ տվեցինք եւ վերջ։ Ոնց կարելի է այսքան տխմար լինել, էլ ես ուղղակի չգիտեմ, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել։ Այս ամբողջ պատկերում որտեղ է օրինակ Ռուսաստանը, ինչպեսի դիրքավորում ունի, հա, այսինքն փորձենք նաև հասկանանք նրա հնարավոր մասնակցությունը, դե եւ վարչապետը եւ արտգործնախարարը ասացին, որ ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի մասնակցություն չի քննարկվել, սա երկկողմ նախագիծ է, Թուրքիան կարող է մասնակցել օրինակ երկաթուղի Կարս Գյումրի, Ռուսաստանը Իջևան, Նախիջևան եւ Թուրքիայի սահման երկաթուղի վերականգնելով, ներդրումներ անելով, արդիականացնելով, հա, բայց այնուամենայնիվ նույն ռուսական կողմից հայտարարությունները բավականին տարբեր են եւ դրանք ոչ թե համագործակցային են, այլ Ռուսաստանը հիշեցնում է այն ճնշման լծակների մասին, որոնք ունի Հայաստանի նկատմամբ, այդ թվում խոսում է ԵԱՏՄ տարածքի մասին, խոսում է իր սահմանապահների առկայության մասին, ռուսական կողմից երկաթուղիների վերահսկողության մասին ու նման բաներ։ Ուրեմն իր սահմանապահները, եթե կոչնդոտեն որևէ հարցում, ուղղակի դուրս կբերվեն այդտեղից, որտեղ որևէ մանդատ ճանապարհների վրա վերահսկողություն չունեն։ Իրանք իրենց գործը սահմանի վրա է, ոչ թե ճանապարհների։ Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Սա մեր համար այնքան կարևոր նախագիծ է, անվտանգային, աշխարհաքաղաքական, լրջագույն մի պրոյեկտ է, որը որ Հայաստանին վերջապես ներգրավում է տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերում, այն ինչից մենք միշտ մեկուսացած ենք եղել։ Այնքան կարևոր է սա մեր համար, որ եթե ԵԱՏՄ-ն հանգարց փորձի խոչընդոտել այս պրոյեկտին, այս ծրագրին, ապա դա կլինի վերջին կաթիլը, նենց չի, որ մենք առանձնապես շատ մեծ երազանքների մեջ ենք ԵԱՏՄ-ն մտնելու համար, հա, մենք հիշում ենք, ինչ սպառնալիքների ներքո 13 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը մտցրեց Հայաստանի ԵԱՏՄ, եւ մենք գիտենք, թե ինչ մեծ բացասական սալդո ունի Հայաստանը մաքսային հավաքագրումների այդ մուտքերի առումով, այսինքն Հայաստանը իր սահմաններից ԵԱՏՄ տարածք մտնող բեռներից ավելի շատ մեկ շնչի հաշվով, հա, ավելի շատ մաքսային մուտքեր է գեներացնում եւ ուղարկում ընդհանուր կաթսա Մոսկվայում գտնվող, քան ստանում է այնտեղից 300 միլիոն դոլարի տարբերություն։ 300 միլիոն դոլարի։ Պատկերացնում եք ինչ թիվ է դա։ Դա էլ ԵԱՏՄ-ի խերը, հա։ Նու հասկանալի է, հա, այնտեղ մի քանի միլիարդի առևտուր են կանում, իրականում իրական առևտուրը 2-2.5 միլիարդի մասն է խոսքը, այն մյուս 2-2.5 միլիարդն էլ էլի դեռ են փուչիկի մնացորդներն են, հա, վերարտահանումներ, ոսկի, չգիտեմ, ադամաններ եւ այլն, կամ բջջային հեռախոսներ եւ այլ սարքավորումներ, որ մենք այլ եվրոպական եւ ամերիկյան տարբեր երկրներից գնում ենք եւ բերում ենք մեր ձեռներեցները, այսպես ասենք, վերավաճառում են ԵԱՏՄ տարածքում, հատկապես Ռուսաստան, Բելորուս։ Այնպես որ դա էլ որ նվազի մենք ոչ մի կորուստ չենք ունենալու, բայց այդ 2-2.5 միլիարդի գծով հիմա գնում է դիվերսիֆիկացիա, եւ եթե Ռուսաստանը ստիպի մեր բիզնեսմեններին, ձեռներեցներին, նրանք այդ առևտուրն է կվերաուղղորդեն այլ երկրներ, որտեղ որ իրենց նման խնդիրների առջև չեն կանգնեցնի, կարող է մի քիչ ավելի թանկ լինի, այո, ավելի քիչ շահույթ կստանան, կարող է նույնիսկ 1-2 տարի առանց շահույթ աշխատեն, նույնիսկ վնասով աշխատեն, մինչև կարգավորվի ամեն ինչ, եւ արդեն իրենք էլ արդեն լիակատար, լրացուցիչ, հավելյալ շահույթները կստանան եւ բոլորը կլինեն գոհ եւ երջանիկ եւ վերջապես Ռուսաստանի ոտն էլ այս տարածաշրջանից կկտրվի, որ էլ ոչ կարողանան մատ թափ տան, ոչ կարողանան սպառնան, գնան, տապակվեն իրենց յուղի մեջ։ Նաև անդրադառնանք Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններին, որը հայկական կողմին մեղադրեց Իրանի դեսպանատան դեմ բողոքի ցույցերին, այսպես ասենք, կանաչ լույս տալու, արտոնելու, թեև ասում է, որ պատկան մարմիններից զգուշացրել են, որևէ բան չի փոխվում, գալիս են այդ մարդիկ հավաքվում են, բողոքի ցույց են անում, չգիտեմ ինչ, հետո ասաց, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջաններում միշտ եղել է Հայաստանի կողքին, հիմա Իրանն է դժվարին ժամանակներ ապրում
մաքրում եւ Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա Հայաստանի այս վերաբերմունքը եւ ասաց, որ Թեհրանում իբր ձևավորվում է մի կարծիք, թե Հայաստանը վերածվում է Իրանի դեմ գործող կենտրոնների ինչ որ կամ ուժերի լուրջ կենտրոնի, հա, կխնդրեմ այս մեկնաբանություններին անդրադառնալ, որովհետեւ հայտարարությունների բնույթը ինքնին ոչ կոռեկտ էին եւ շատ արտասովոր, հա, Իրանի դիվանագետների կողմից, որովհետև մենք հիշում ենք, որ թե ինչպիսի մեծ անգամ հանրային ոգևորված ընկալում կար Իրանի հայտարարությունների եւ դիրքորոշումների մասով, մեզ համար շատ սրված ժամանակաշրջանում, բայց այնուամենայնիվ, հա, ինչու է Իրանի դեսպանը այսպիսի հայտարարություններ անում։ Սկսենք նրանից, որ Իրանի դիրքորոշումը մի պահ վատթարացավ հենց տրիպի մասով, միջև Իրանում այս հեղափոխության սկիզբը, հա, այս բողոքների ակցիաների, որը կարելի է համատել հեղափոխության հետ, բարձ չի դե կստացվի թե չէ հեղափոխությունը, բայց ամենայն դեպս սա հեղափոխական շարժում է, բայց մենք տեսանք, որ հիմա փոխվել է, այդ հարցով էլ չեն խոսում իրենք, որտեվ այդ ներքաղաքական զարգացումները լիովին այլ առաջնահերթություններ են պարտադրել Իրանին, իսկ Իրանի այդ փոփոխությունը տրիպի հարցով, Իրանի դիրքորոշման, որտեղ միջև այդ իրենց ներկայացվել էր, որ ոչ մի խնդիր չի լինելու, ոչ մի ամերիկյան զորքեր չեն լինելու, եւ Հայաստանը ինքնիշխանությունը լիակատար պահպանելու է, պաշտպանելու է, եւ դրանից հետո էլ ոչ մի խնդիր չկար Իրանի կողմից։ Բայց վերջերս հենց այդ գլխավոր այաթոլլահի Ռաբարի թևը, հա, ինչ որ անհանգստություններ էր հայտնել, ես վստահ եմ ռուսների նաեւ հրահրմամբ Կրեմլի։ Հիմա իրենք այդ հարցով էլ չեն մեզ անհանգստացնում, դա շատ լավ է։ Հիմա գալով այդ հանրահավաքներին։ Այսինքն Իրանը ուզում է, որ Հայաստանը ավելի իրանամետ այսօրվա այաթոլլաների իշխանության կողմնակից լինի, քան իրենք Իրանի իշխանություններն են։ Իրանի իշխանությունները այսօր չեն կարողանում լրացնել եւ արգելել այդ մեծ հանրահավաքները երկրով մեկ, ամբողջ Իրանի տարածքով մեկ։ Չեն կարողանում։ Նրանք նույնիսկ կրակում են մարդկանց վրա եւ սպանում են հարյուրավոր, իսկ հիմա նույնիսկ ինֆորմացիա կա հազարավոր մարդկանց։ Ձերբակալում են հազարավոր մարդկանց եւ միևնույն է բողոքի ալիքը շարունակվում է բազմա միլիոնանոց ամբողջ Իրանով մեկ։ Հիմա իրենք ուզում են, որ Հայաստանը ընդամենը այդ մի քանի իրանցիներին ինչ անի, ձերբակալի, թե իրենցպես գնդակահարի։ Կներեք, մենք արդեն տեսել ենք այդպիսի բան 2009 թվականի, 2008 թվականի մարտի 1-ին։ Եվ նման բան Հայաստանում չի կրկնվի երբեք, որտեղ Հայաստանը հեղափոխությունից հետո արդեն ժողովրդավար երկիր է եւ ցանկացած մարդ կարող է իր բողոքի ձայնը բարձրացնել, իր կարծիքը հայտնել, այդ թվում հրապարակային, այդ թվում հավաքների ազատության իր իրավունքը իրացնելով։ Դա միայն ՀՀ քաղաքացիներին չի վերաբերում։ Դա վերաբերում է բոլոր մարդկանց, դա մարդու իրավունք է։ Այդ մեկ։ Երկրորդը, այդ մարդիկ Իրանի դեսպանատուն են ներխուժել։ Վնաս են տվել որևէ Իրանի դեսպանատանը։ Իհարկե ոչ, որտեղ այդտեղ արդեն Հայաստանի պատասխանատվությունն է, Հայաստանի իրավապահ մարմինների, որ թույլ չտան եւ թույլ չեն տվել, բայց նման մտադրություն չեն ունեցել այդ մարդիկ։ Հենց որ նման բան լիներ, նոր Իրանի դեսպանի ասածները կարող է ինչ-որ տրամաբանական հիմք ունենան, որտեղ այո, դա Իրանի տարածքն է, Իրանի դեսպանատունը։ Բայց քանի դեռ նման բան չկա, խաղաղ հանրահավաք է եղել, մարդիկ իրենց մտահոգությունը չհայտնեն, որ այնտեղ իրենց ազգականների կարող է փողոցում գնդակահարեն սպանեն։ Կներեք, նույնիսկ Իրանի նախագահն է այդ հանրահավաքների, բողոքի ակցիաների լեգիտիմությունը ճանաչում եւ դրա մասին հրապարակայնորեն խոսել է։ Հիմա ես հասկանում եմ, որ արտգործնախարարությունը ավելի շատ ազդված է այաթոլլաների թևից, քան նախագահի, բայց միևնույն է, եթե նույնիսկ Իրանում կա այդ հարցերը, եթե նույնիսկ Իրանում է այդ խնդիրները չլուծված, անլուծելի է թվում նույնիսկ, ինչ եք ուզում մեր ուսերին տեղափոխեք դա։ Սա իրոք ոչ բարեկամական քայլ էր եւ չի նպաստելու նաեւ Իրանի դիրքերին տարածաշրջանում, ինչպես չի նպաստել այն, որ 20 թվականի պատերազմի ժամանակ Իրանը լուր հետևեց այս ամեն ինչին եւ ողջունում էր Ադրբեջանի գործողությունները եւ վերջում է շնորհավորեց Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ։
Երբ որ 21-22 թվականներին Ադրբեջանը արդեն Հայաստանի տարածքի վրա էր հարձակվում, Իրանը լուր հետևում էր այդ ամեն ինչին, եւ այդ ներխուժումները եւ տարածքային զավթումները, որ արեց Ադրբեջանը, որևէ արձագանքի Իրանից չարժանացան։ Այո, միայն դրանից հետո մեծ ուշացումով ինչ որ զորավարժություններ սկսեց Իրանը սահմանին, որը գուցե եւ իր ազդեցությունը թողեց Ադրբեջանին ավելի զուսպ լինելու հարցում, որի համար մենք շնորհակալ ենք, բայց մենակ այդ մի դրվագով ասել, որ Իրանը այլ կերպ է Հայաստանի վերաբերել, հիմա այլ կերպ կվերաբերի, Իրանի այաթոլլաների իշխանությունը միշտ էլ տեսել ենք ոնց է վերաբերել, այսպես ասենք, եւ Ադրբեջանին եւ Հայաստանին։ Եվ նաեւ Արցախահայության դեպորտացիային։ Մի ձայն ծպտուն չեղավ այնտեղից։ Այնպես որ Իրանի այաթոլլաները գնալով ավելի անհեռատես քաղաքականություն են վարում եւ պատահական չի, որ նաեւ Իրանի ժողովուրդն է ամբոստացել այդ քաղաքականության դեմ։ Եվ հետո Իրանի դեսպանը ասում է, որ այդ ամերիկյան թրիփ նախագիծը ամերիկյան անվտանգային շահերը սպասարկելու համար է, ինչը Իրանի համար մեծ, չգիտեմ, մտահոգություն է առաջացնում եւ այլն։ Դե սա առաջին հերթին նախ տնտեսական նախագիծ է եւ երկրորդ հերթին սա նաեւ ինչպես դուք նշեցիք Հայաստանի համար հսկայական նաեւ քաղաքական հովանի ապավում, այսինքն Հայաստանը գնում է իր նաեւ անվտանգային հարցերը, քաղաքական հարցերը, տնտեսական հարցերը լուծելու ճանապարհներով եւ մյուս կողմից եթե սա եզակի լիներ Իրանի սահմանում, կարելի էր էլի ընկալել այդ կարգի ոչ բարյացկան վերաբերմունքը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի զորքեր, Ադրբեջանում իսրայելական ներկայացուցչություն, Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներ եւ այլն, ու այդպես Իրանը խիստ անհանգստացած է թրիփից, որը Ամերիկան ինչ-որ անվտանգային նկատառումներով պետք է օգտագործի, չգիտեմ, Իրանի դեմ, հա։ Այդ դրան էլ զուգակցելով ասում է, որ Հայաստանը դառնում է ինչ-որ թշնամական կենտրոն։ Թող ինքը նախ իրենց բարեկամ Ադրբեջանում իսրայելյան հետախուզության ծառայություններից եւ բազաներից խոսի, այդ թվում անօթաչու սարքերի ներխուժումներից Ադրբեջանից Իրան, որ դրանցից խոսեն, այդ հարցերը հենց որ կլուծեն, նոր կարող ենք ինչ-որ հարցեր քննարկել, բայց որոնք որ վերաբերում են միջպետական հարաբերություններին, Հայաստանի ներքին գործերին, սեփական տարածքի տնօրինմանը վերաբերող հարցերին, Իրանը իրավունք չունի անդրադառնալ ցանկացած երկրի պես, ոնց որ Ռուսաստանը եւս իրավունք չունի անդրադառնալու, քննարկելու, դա մեր ներքին գործն է։ Ինչպես որ մենք չենք քննարկում, թե Իրանով ինչ ճանապարհ պետք է անցնի որտեղով։ Մամուլի, որ հետևում ենք միջազգային, շատ տարբեր են տեղեկությունները, ընդհանուր ասում են, որ Միացյալ Նահանգները մի 24 ժամ, 48 ժամվա ընթացքում հարվածելու է այնուամենայնիվ Իրանին, նույն Իրանի դեսպանը ասում է, ցույցերը դադարել են, վերջացել են, միայն կառավարությանը աջակցող ցույցեր են հիմա տեղի ունենում Իրանում ու նման բան։ Բա դե թող էստեղ էլ իրենց կառավարությանը աջակցող ցույց լիներ մի հատ իրենց դեսպանատան դիմաց։ Թե էլի պետք է ասեին ինչ եք թույլ տալիս։ Գիտեք, իրականում շատ ծանր իրավիճակ է Իրանում։ Այո, մենք տեղյակ ենք, որ մասսայական գնդակահարությունների, սպանությունների ֆոնին էապես ալիքը բողոքի նվազել է։ Մարդիկ խուսափում են մասնակցել նման կարգի հավաքներին, հասկանալով, որ կարող են սպանվել կամ ձերբակալվել կամ դատապարտվել մահապատժի, ոնց որ շատերին հիմա նաև մահապատժի են դատապարտում, ընդհանրապես խաղաղ հանրահավաքին մասնակցելու համար։ Շատ ցավալի իրավիճակ է այդ իմաստով, բայց դե ինչ արած, մենք հասկանում ենք, որ գործ ունենք այսպես ավտորիտար երկրի հետ, իսլամական ժողովրդավարություն ինչքանով որ կարող է դա լինել, բայց մենք տեսնում ենք հետևանքները նման ճակերտավոր ժողովրդավարության, բայց Միացյալ Նահանգների միջամտությունը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազատ քաղաքացի կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյաններ, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին, հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։